Հայտնի ավտոբուսի գործով դատարանը որոշել է Սամվել Վարդանյանին տուգանել 750,000 դրամի չափով, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Սամվել Վարդանյանի վերաբերյալ ավտոբուսի գործով լրացուցիչ դատալսումներից հետո դատարանը վճռեց նշանակել պատիժ 750,000 դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ հաշվի առնելով 100-րդ տևողությամբ տնային կալանքը դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից, գրել է փաստաբանը։ Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ստարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներ 2025 թվականի մայիսի 1-ը հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի համապատասխան որոշումների պահանջներին համապատասխան գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ստարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը։ Դիմումը և դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը, որի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր, պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով։ Գյումրիի քաղաքապետի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը դիմել է գյումրեցիներին։ Հարգելի գյումրեցիներ, սիրելի համաքաղաքացիներ, ինչպես եւ խոստացել էի, ես տեր եմ ձեր քվեին։ Ամենայն պատասխանատվությամբ եւ մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբերման դատը։ Ցանկացած պաշտոն ստորադաս է 17,000 եւ ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ։ Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից։ Իմ սկզբունքը մեկն է գործել արդար եւ վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ հանուն գյումրեցու եւ Գյումրիի, հանուն Հայաստանի Հանրապետության, ասել է Սարիկ Մինասյանը։ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակ քարհամայնքի նախկին ղեկավար Գվիդո Նաղվանի Ավետիսյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք Գեղարքունիքի մարզում, 1 շարժական գույք, 1.500.000 ԱՄՆ դոլարի 1 փոխառության պահանջի իրավունք, 137.935.000 դրամ որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ, 189.821.000 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում 2006-ից 2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը։